Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել ձեր ազատ արձակման եւ ըստ էության ձեր գործունեության հետ կապված։ Պարոն Կարապետյան, այդտեղից հետո Վլադիմիր Պուտինը բավականին վտանգավոր հայտարարություններ տարածեց կապված Հայաստանի մասով, որ Ուկրաինայի ճանապարհն ենք բռնել եւ այլն, այսպիսի գնահատականներ հնչեցին։ Դուք ճնշումներ համարում եք Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունները, որ պետք է այլընտրանք կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ եւ այսպիսի գնահատական են հնչում, որ Սամվել Կարապետյանը Պուտինին բերել է Հայաստանի վրա։ Ինձ թվում է դուք Պուտինը ավելի լավ կապերում եք, քան ես։ Մենք ընդհանրապես կապեր չունենք, գիտեք, պարոն Կարապետյան։ Ինձ թվում է ունեք, դրա համար ձեր կապերով կստեք դա։ Պարոն Կարապետյան, այսօր հակախորհրդական կոմիտեն հերթական համարում է տնակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, որ մենք Ռուսաստանի ըստ էության Ուկրաինայի ճանապարհն ենք բռնել։ Ինձ համար անընդունելի է ցանկացած թեկուզ Ռուսաստանի ղեկավարության միջամտությունը Հայաստանի գործերում։ Որտեղ ասում որ Սամվել Կարապետյանը 180,000 դրամ գումար է տալիս։ Սա այս ձայնագրությունները դուք թերթում եք, բայց իրավապահ մարմինի այս հրապարակումները, այս գործերը նպատակ է խանգարելու ձեզ։ Դուք իվիճակեք իրենց հարցերը լուծեք։ Պարոն Կարապետյան, ներողություն, հայտարարագիր ինչու չեք ներկայացնում։ Իրավաբանները մինչև հիմա բարձրացնելուց հետո հարցը չեն լուծում։ Խնդիր կա, որևէ խնդիր կա։ Ինչ խնդիր պետք է լինի հայտարարագիր։ Դուք որ հայտարարագիր եք լրացնում, խնդիր կա։ Բացարձակ հարց տամ, էլի ամեն դեպքում թյուրըմբռնման տեղիք տվեց կապած սունկերի հալյուցինացիա առաջացնող սունկերի, դուք վերախմբագրեցիք, հետո այնտեղ ասել եք Վերախմբագրեցիք։ հիմա իրական պատմություն է, բայց դա իրական է։ Դուք ինֆորմացիա ունեք այդ սենսորի դեպքում։ Մենք տեղեկություն, մենք ձեզանից ենք լսել, պարոն Կարապետյան։ Որ ինֆորմացիա ունեք, ես էլ վաճոից եմ։ Դուք կատակ եք արել դա, պարոն Կարապետյան, այդպես էլ չհասկացանք, դա ճիշտ է, թե ուղղակի բառախաղ եք արել։ Լսել եք դուք, հա։ Ձեզ Պարոն Կարապետյան, այն որ ասում եք Կիպրոսի եւ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց են սկսել։ Կասեք կոնկրետ ինչ քայլեր եք արել հրաժարվելու կապուղությամբ։ Առավոտը զարթնել եմ։ Զանգել եմ Վարդևանյանին, ասել եմ շտապ սկսի քայլերը։ Ինչ է արել Վարդևանյանը։ Այս Վարդևանյանը անգամ փակ մարդ է, ինձ էլ չի ասում։ Ես եւս մեկ անգամ չավարտեցի։ Այսինքն դուք ինչ որ բան ստորագրել եք Վարդևանյանին ոնց եք, ինչ եք արել։ Դուք պետք է անձամբ մասնակցություն ունենաք։ Վստահում եմ, ինչ փող այդ հարցով բերում է, ես ստորագրել։ Ես եւս ըստ օրենսդրության Կիպրոսի եւ ՌԴ-ի դուք պետք է կամ դեսպանատուն անձամբ ներկայանաք կամ էլ Մենք ավարտին ունենանք հնարավորություն։ Չէ, ես մենակ մի հստակ ես մի հատ խոսեմ։ Ընդհանրապես պարոն Վարդևանյան, մենք հարցում ենք եւս ով են որ իշխանության կան։ Ձեր ձեր մասին էր ասում։ Ասա դիրեք ով են որ իշխանության կան, հա, Սյունիքում քարոզարշավի ժամանակ է։ Դուք եկեք ներս, մասնակիցները ներս եկեք։ Ժորժն, դուրս սպասեք։ Ասում է ընտրված վարչապետ է, լեգիտիմ, ժողովրդի քվեով եկած։ Պարոն Կարապետյան, բայց ես վերջին հարցը ձեզ էլի հստակեցման հետ կապված, որ ըստ էության Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վտանգավոր են, այլընտրանք պետք է լինի կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ, դուք ճնշում համարում եք սա, թե ոչ եւ ի վերջո վերջին գնահատականը Սամվել Կարապետյանը ասում են, որ Պուտինին բերել է Հայաստանի վրա, ձեր գնահատականն եմ ես ուզում լսել։ Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասի անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես անում։ Բայց առասարակ Ռուսաստանի հայտարարությունները դուք ճնշում համարում եք Հայաստանի վրա, ձեր գնահատականը։ Ես ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում եւ համարում եմ ոչ ճիշտ Հայաստանի համար։